որ քաղաքական ուժը, որ Հայաստանի համար լավ բարի բաներ է անում, կամենում է, լավն է նայում, սահմաններն է պահում, սա այսպես որ մեկը, ասեմ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, այ դրանց թողնեն, ոչ այսօրվա իշխանությանը, դա հաստատ, որտեվ այսօրվա իշխանությանը իրանք պրոստը դրած են աթոռին, որ ասեն գնացեք էս արեք էթան անեն, գնացեք էս խելոք մարդուն կպեք էթան կպնեն, գանց տենան էս մարդը առևտուր անում արգել են, այդեն։ Նամանաման հենց մեր էս Շենգավիթը, մեր Շենգավիթի բաժինը, ստե թաղապետարանը, որ չկա, գալում են այսպես հավաքեք, այսպես ջարդել փշրելով ում ուզում եք ասեք, ում ուզում եք արեք։ Կարող է չգիտեն խոսքի, կարող է այսօրվա իշխանությունը չգիտի, որ իրանց դրած մարդիկը տենց են անում, կարա լինի։ Դա կարա տենց լինի, բայց այսօր որ իշխանությունը, որ ոնց ասեմ ձեզ, ով է խոսքի իշխանությունը, որ երգիր պայի, սահման պայի, նայի տենային քասիբը ոնց է, ոչ թե այն մի բարեգործին էթան կալանավորենք գործ բացեն վրեն, այն մի բարեգործին էթան ես իմ ուրիշ զեմ ճնշում գործադրեն, եթե մի բան սխալ եմ ասում, ուրիշ հարց տու պատասխանը, որն ես ուզում։ Այսօր սահմանի մասին ով է մտածում, ոչ մեկ։ Երևի այս փողոցի շների մասին ավելի շատ են ժողովուրդը մտածում, անհանգստանում, քան այսօր ես էլ եմ սահման պահե։ 44 օրվան մասնակցել եմ, ապրիլյանին մասնակցել եմ, որ գալիս են ասում ես առևտուր են կարել, ասում ես մասնակցել եմ, ասում են հա ինչ անենք, հենց մեկն Շենգավիթի թաղապետարանը, դա կարակ արխային ասեք։ 10 հոգով գալիս շարվում են ստե, իմ ընկերն ասում է մարդը 44 օրվանն է մասնակցել, ապրիլյանին է մասնակցել, հա ինչ անենք, չէ՞ թայր։ Կարող է չգիտի իշխանությունը, ես այսօր կարող է մեր իշխանությունը չգիտի դրան մասին, բայց այն որ հաստատ կարակ այսպես պայրամո տելևիզորով էլ ասեք, ոչ մեկից ոչ վախում եմ, ոչ էլ մի բան։ Գիտեմ, ես ամեն ինչն էլ խոսքի մտածում եմ, որ այսօր պետք է իշխանությունը մտածի ժողովրդի մասին, բայց չի մտածում, չկա տես բան։